1999 թվականի հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական քաղաքական գործիչների հիշատակին նվիրված հուշակոթողին այսօր ծաղկեպսակներ դրեցին ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը եւ մի շարք պատգամավորներ ու քաղաքական գործիչներ։ Հիշեցնենք, 16 տարի առաջ Հայաստանի խորհրդարանում ոճրագործությանը զոհ գնացին Հայաստանի վարչապետը, ազգային ժողովի նախագահ, ազգային ժողովի փոխնախագահները, նախարար, պատգամավորներ, ընդհանուր թվով 8 մարդ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ տեղի ունեցածը բավականաչափ փխրուն դարձրեց պետության հիմքերը։ Գործը ինչ-որ ժամանակ կբացահայտվի, դա կապված է մեր աշխատանքից, մեր պետության հզորությունից եւ չեմ կարծում, որ ոճրագործները հենց թելադրված մարդիկ են, այլ ըստ երևույթին երևի թե ինչ-որ մի ծիրում, ինչ-որ մի տեղ փորձեցին խանգարել մեզ։ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ գործող իշխանությունները ամեն ինչ անում են հոկտեմբերի 27-ի բացահայտման համար։ Ես այն կարծիքին եմ, որ եթե լինի հնարավորություն բացահայտման, այո, ներկայիս նախագահը, նախկին ազգային անվտանգության նախարարը Սերժ Սարգսյանը, այո, հնարավորության դեպքում կբացահայտի, ինքը անձամբ կբացահայտի, որովհետև այսօր կան մարդիկ, որոնք կասկած ունեն, որ կարող է նաև Սերժ Սարգսյանն էլ մեղավորություն ունի։ Բայց ես այն կարծիքին եմ, որ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի, անձամբ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի։ Միակ մեղավորությունը նրանում է կայանում, մենք զրուցել ենք իրար հետ բազմիցս, որ այդ ժամանակաշրջանում ազգային անվտանգությունը թերացել է իր աշխատանքների մեջ։ Մտածում եմ ավելի բարձր տեղերից է գալու, մեր երկրի մեջ չկար մի անհատ, որ կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոկիչի վրա ձեռք բարձրացնել, այդքան քաշ չէր երևի։ Ուրիշ բան է, որ կարողացել են ուրիշների հետ, դրսի մեծ ուժերի հետ աչքերը փակել կամ, չգիտեմ, կամ նաև ձայն չհանել, լռել կամ խանգարել բացահայտմանը։